Արկածախնդրություն չեք համարում Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ի իմաստով այս վերջին զարգացումների ֆոնին հատկապես։ Անշուշտ սա արկածախնդրություն է եւ սա պարզապես տնտեսական, պրագմատիկ քաղաքականության եւ հեռահար նպատակների պարզապես բացակայություն է։ Սա բացակայություն է, ես կասեի անգամ տնտեսական անվտանգության, ես չեմ ասում իսկ ռազմավարության, այլ գոնե մարտավարության, այսինքն կարճաժամկետ կտրվածքում երկրի տնտեսական անվտանգության ապահովման ուղղված էստեղ մենք եւս ունենք բավական հսկայական բաց, բայց մյուս կողմից գալիս են եվրոչինովնիկները, խոստանում են բավականին սահմանափակ ֆինանսական աջակցություն, այն էլ ոչ թե ներդրումների, այլ առավելապես վարկային միջոցների տեսքով, եւ սա թույլ է տալիս գործող իշխանություններին իրենց ընտրազանգվածին ներկայացնել դա որպես բավականին մեծ առաջխաղացում եւ տնտեսական անվտանգության ապահովման բարձիկ։ Միջև դա ամենևին էլ այդպես չէ, այսօր Եվրոպական միության ակտիվությունը Հայաստանի Հանրապետությունում պայմանավորված է մի պարզ հանգամանքով ձևավորել Հայաստանի տարածքով այսպես կոչված միջին միջանցքը, որը թույլ կտա էապես շրջանցել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային հաղորդակցությունները ձևավորելով Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը։ Սա է ի վերջո այն նպատակը, որը ի դեպ ոչ քողարկված ձևով ներկայացված է նաև մայիսի 9-ին Հայաստան-ԵՄ այդ համատեղ հռչակագրում, որտեղ շատ հստակ խոսվում է այն մասին, որ Հայաստանին կարող են տրամադրել 2.5 միլիարդ եվրո այդ գլոբալ դարպասներ, Global Gateway նախաձեռնությանը միանալու համար։ Իսկ ինչ է Global Gateway-ը, դա մի նախաձեռնություն է ԵՄ կողմից օրակարգ բերված, որը կրկին ուղղված է Ռուսաստանի տրանսպորտային հաղորդակցությունների շրջանցմանը եւ նոր այլընտրանքային ուղիների ձևավորմանը ներգրավելով Հայաստանի Հանրապետությունը, կրկնում եմ, միջին միջանցք ռազմավարության մեջ։ Սա խիստ արկածախնդրություն է եւ սրա հետևանքները, տնտեսական հետևանքները նախ եւ առաջ, ես էլ չեմ խոսում անվտանգային հետևանքների մասին, յուրաքանչյուր քաղաքացի զգալու է ակնթարթորեն։ Գիտեք, եթե հապկի հետ ճգնաժամի հետևանքները մենք դեռևս ուղիղ մեր մաշկի վրա չենք զգում, ռիսկերը, հետևանքները, Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ճգնաժամը նաև դրանք անուղղակիորեն են անդրադառնում Հայաստանի տնտեսական անվտանգային միջավայրի վրա եւ քաղաքացին դեռևս դա չի զգում անմիջապես, այո, ապա ԵԱՏՄ շրջանակներում ճգնաժամի հենց հաջորդ օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացին զգալու է արդեն բավականին լուրջ հետևանքներ։ Շատ լավ։ Ընթացակարգի մասին էի ուզում նաև հարցնել, այսինքն կա որևէ ընթացակարգ ներկայացնում են դիմում, հետո սպասում են որոշակի ժամանակ եւ դրա հետևանքով արդեն ի վերջո կայացվում է որոշում Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, թե դուրս գա։ Կա նմանատիպ ընթացակարգ, թե ոչ։ Ընթացակարգներ բնականաբար կան, եթե ես չեմ սխալվում, ուրեմն տվյալ երկիրը պետք է դիմում ներկայացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահության, այնուհետև տրվում է անցումային շրջան, խոսքը մոտ 3 ամսվա մասին է, եթե չեմ սխալվում, ընդ որում դուրս եկող երկիրը պետք է փակի բոլոր պարտավորությունները, կատարի բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է ԵԱՏՄ շրջանակներում, այսինքն այնտեղ կարող են լինել որոշակի ֆինանսական պարտավորություններ եւ այլն, եւ նույն այդ 3 ամսվա ընթացքում նաև տվյալ երկիրը, այդ հայտ ներկայացնող երկիրը կարող է նաև հետ կանչել իր դիմումը միությունից դուրս գալու վերաբերյալ եւ կոլեկտիվ, այսպես կոլեգիալ մակարդակում այդ որոշումը կայացվում է եւ փաստացի դա բավականին պարզ գործընթաց է միջազգային պրակտիկայում ընդունված, բայց եթե չեմ սխալվում, այո, մոտ 3 ամիս տևող գործընթացի մասին է խոսքը գնում։ Ես ամեն դեպքում հուսով եմ, որ անկախ ընտրությունների արդյունքներից Հայաստանի իշխանությունները չեն գնա նման արկածախնդրության, որովհետև սա, կրկնում եմ, բերելու է շատ խորքային կոլապսի Հայաստանի տնտեսության։ Հայաստանը դեռևս չի կարողացել ապավել եւ դժվար է մոտակա տեսանելի ապագայում հնարավորություն ունենա ձևավորել իրական այլընտրանք Եվրասիական տնտեսական միությանը կամ Ռուսաստանի Դաշնությանը մասնավորապես։ Իհարկե խոսվում է այն մասին, որ Թուրքիան կարող է այլընտրանք ձևավորել, բայց սա արդեն իհարկե մի հարց է, որը մենք պետք է դիտարկենք եւ աշխարհաքաղաքական եւ արժեքային տրամաբանության մեջ։ Արկածախնդրության երկրորդ արարը ըստ էության, հա։ Փաստացի է։